Դա այլ հարց է, անդրադառնամ դրան։ Այսինքն ես մի քիչ լավ չընկալեցի, որ մտավախություն չունեմ, որ ոլորտում քաոս սկսվելը ինչով պետք է պայմանավորված լինի, նախ դա պետք է հասկանանք, եթե տեխնիկական խնդիրներ պետք է առաջանան, ես այդ մասով խնդրին արդեն պատասխանեցի հարցին, որ այդ ռիսկերը ես կառավարելի եմ համարում եւ բարեբախտաբար արդեն ըստ էության 4 ամիս է ճիշտ է դեռ հեծը գործում էր իր նախկին լիցենզիայի ուժով, բայց կառավարիչի ինստիտուտը ներդրված էր եւ այս 4 ամիսների ընթացքում որևէ մեկը չի կարող ֆիքսել կամ ապացուցել, որ այդ տեսեք նոր կառավարիչի նշանակմամբ հեծը ավելի վատ վիճակում հայտնվեց, մատակարարման եւ որակը կամ սպասարկման որակը ավելի է վատացել, բայց Քավլիցի աչքով չտանք, պետք է շարունակենք այդ տեմպը պահել եւ ավելի լավացնել, իսկ արդեն պատասխանատվության, քրեական պատասխանատվության ենթարկվել չենթարկվելու վերաբերյալ ես հետեւյալ ընդամենը կարող եմ ասել, որ առաջին օրվանից լրագրողները ինձ այդ նմանատիպ հարցեր ուղղել են եւ ես միանշանակ ասել եմ, որ առաջին հերթին ես գործել եմ իմ խղճի ներքո եւ իմ համոզմունքներից ելնելով, եթե ես չտեսնեի, որ կա օբյեկտիվ եւ սուր խնդիրներ այդ համակարգում, բնականաբար ինքնանպատակ որևէ նպատակ հայլի հաճախ ինձ մեղադրում են եւ լրատվական միջոցները եւ տարբեր կողմեր քաղաքական պատվեր կատարելու մեջ, քիչ հետո կանդրադառնամ նաեւ հանձնաժողովի անկախության շատ արագ եւ ովքեր էլ որ ծանոթ չեն կարող են ծանոթանալ, ես իմ կենսագրության տարբեր փուլերում բազմաթիվ տենց հարցերում կարողացել եմ սկզբունքայնություն դրսևորել եւ ոչ միշտ է, որ իմ սկզբունքայնությունը համընկել է այդ օրվա իշխանության կամ պետական կառավարման համակարգի վեկտորի ուղղության հետ։ Հետևաբար ես կաշկանդված չեմ եղել երբեք իմ տեսակետը առաջ տանելու այնպես, ինչպես ես եմ մտածում, իսկ հեծի դեպքում այդ նույն տրամաբանությամբ եմ գործել եւ տեսել եմ այնտեղ խնդիրներ, հետեւաբար այդ խնդիրներից ելնելով է եղել իմ գործունեությունը։ Անդրադառնամ միանգամից սպասվող այն հարցին, որ ՀԾԿՀ-ի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անկախության աստիճանը նվազեցվել է այս էներգետիկայի մասին նոր օրենքի փոփոխությամբ եւ հանրային ծառայողի մասին օրենքի փոփոխությամբ, դա իրապես այդպես չէ, որովհետեւ օրենքով ինձ տրվել է վարույթ հարուցելու իրավասություն, բայց ինչպես տեսակ, կոլեգիալ մարմինը շարունակում է գործել եւ այսօրվա նիստը ամփոփվեց կոլեգիալության սկզբունքով, որովհետեւ այսօր այս որոշումը չէինք ունենա, եթե չքվեարկեին հանձնաժողովի մնացած անդամները։ Անգամ դուք ականատես եղաք, որ հանձնաժողովի մեկ անդամ դեմ քվեարկեց իր համապատասխան դիրքորոշմամբ։ Հետևաբար խոսել ժողովրդավարության անկման, խոսել հանձնաժողովի անկախության աստիճանի նվազեցման, խոսել քաղաքական պատվերներ կատարելու մասին, դա առնվազն ես համարում եմ սխալ դիտարկում։ Այո, ես բացառապես այս բան իմ անունից եմ խոսում, ահա, շատ բարի։ Մինչև Սավետ Կարապետյանի հետ կապված իրադարձությունները, արդյոք չկային Իհարկե կային, շատ լավ հարց եք տալիս։ Ուրեմն ես հանձնաժողովի նախագահ եմ դառել իմիջայլոց ամսի նոյեմբերի 15-ին լրացավ իմ 1 տարին հանձնաժողովի նախագահ ընտրվելու եւ նշանակվելու 1 տարին, եւ այդ 1 տարվա ընթացքում ես ոնց սկսել եմ այդ ոլորտի աշխատանքները տանել առաջ, առնվազն հասցրել եմ այդ ընթացքում 2 անգամ ձեր ասած, ձեր մատնանշած պատճառներով տուգանել հեծ Փակ բաժնետիրական ընկերությանը եւ արդեն այս մեծ վարույթներ, երրորդն էլ, որի շրջանակներում եղավ այն ինչ որ եղավ։ Իսկ թե ինձանից առաջ ինչ պարբերականությամբ եւ ինչ խախտումներ են եղել եւ ինչպիսի դրսեւորումներ է պահել ունեցել ՀԾԿՀ-ն,
դա այդ հարցով ես ասենք կոռեկտ էլ չի, որ ես հիմա դրա պատասխանը ես տամ, որտեվ ՀՑԿ-ն ստեղծվել է 97 թվականից եւ ես չեմ կարող 97 թվականից մինչեւ իմ նշած ժամանակահատվածի սկիզբը պատասխանել բոլոր նման հարցերին։